Ինչու մերժել Փաշինյանին եւ հունիսի 7-ին չընտրել թիվ 16-ին։ Ըստ ոլորտների ներկայացնում եմ, թե ինչու չպետք է ընտրել Փաշինյանին եւ այսօր խոսելու եմ աշխարհաքաղաքական երկու։ Առաջինում ասել եմ, որ Տրամպը իր աջակցությունով բառամթերքով ցույց է տալիս, որ Փաշինյանը թուրքական օրակարգի կրող է Հայաստանում։ Հիմա էլ ասում եմ, որ Փաշինյանը նաեւ թուրքական օրակարգի կրող է եվրոպական աջակցության հիմքով, եւ սա երևում է որտեղ հետեւյալ դրվագում։ Փաշինյանը տարիներ առաջ, 3-4 տարի առաջ ազգային ժողովում ասում էր, միջազգային գործընկերները ասում են Արցախի հարցում նշաձող իջեցրեք եւ ձեզ համար լավ կլինի։ Այդ լավ լինելը տեսանք ինչ եղանք, նշաձող իջեցնելն էլ Մակրոնի խավորությամբ Ֆրանսիայի նախագահի ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, Արցախը հայաթափվեց այնուհետ, մի տարի անց Արցախը հայաթափվեց, Արցախը հիմա գտնվում է օկուպացված Ադրբեջանի ձեռքում, Փաշինյանն ու իր ադմինիստրացիայի ռեժիմը շարունակում են մերժել Արցախի հայկական լինելը, շարունակում են թուրքական օրակարգ այստեղ սպասարկել, հարց է առաջանում, ինչու էր պետք Ֆրանսիային, ինչու է պետք Եվրոպային Արցախը տալ թուրքերին, ադրբեջանցիներին, դրանք նույնական են իրականում, եւ ինչու էր այս ամենը տեղի ունենում, որովհետեւ Ֆրանսիան եւ եվրոպական երկրները նախ ունեն թուրքական այդ նավթային եւ գազային ենթակառուցվածքներում բաժնեմասեր, նրանք ունեն բաժնեմասեր, հետաքրքրություններ այս տարածաշրջանում տնտեսական էներգետիկ առումով եւ նրանց պետք չէ, որպեսզի Հայաստանը Ադրբեջանի հետ կոնֆլիկտ ունենա, իսկ այդ կոնֆլիկտը տեղի չի ունենա այն ժամանակ, երբ որ Հայաստանը ամեն ինչ տա Ադրբեջանին, այսինքն Ադրբեջանը ինչ ուզի տա, այդ ժամանակ կոնֆլիկտ տեղի չունենա։ Եվրոպացիներին դա է պետք։ Երկրորդ դրվագը, որ եվրոպացիներին պետք է այստեղ Հայաստանի վրա ազդեցություն եւ խամաճիկ իշխանություն, Հայաստան վասալ պետություն թուրքականության ներքո, որպեսզի թուրքերը այստեղ ուժեղ լինեն եւ ցանկացած պահի, երբ իրենց պետք լինի, կարողանան ռուսների դեմ օգտագործել։ Հետեւաբար ռուսներին թշնամացնելու օրակարգ եւ Փաշինյանի արբանյակների կողմից շարունակաբար հակառուսականության, թունավոր հակառուսականության քարոզչության տարածումը հենց այս նպատակն ունի զուգահեռ Հայաստանը թշնամացնել Ռուսաստանի հետ, որպեսզի տարածաշրջանից ազդեցությունից կտրեն ռուսական, թուրքական ազդեցության տակ դնեն եւ կարողանան իրենց ուզած պահին Հայաստանը որպես միջոց գործիք թուրքերի միջոցով օգտագործեն Ռուսաստանի դեմ եւ սա է եվրոպական ծրագիրը, սա է եվրոպական աջակցության ամբողջ էությունը եւ նրանք աջակցում են ոչ թե Հայաստանին, այլ թուրքա հպատակ կարելի ասել թուրքական շահեր սպասարկող Փաշինյանին։ Եվ հետեւաբար գնում ենք հունիսի 7-ին ընտրատեղամասեր եւ չենք ընտրում թիվ 16-ին, ընտրում ենք իրական ընդդիմություն։ Լավ եղեք, լավ օր բոլորիդ։